Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն, երբ Փաշինյանն իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շուն ու շանգյալ։ Այս շուն ու շանգյալի ղեկավարը ինքն է։ Շուն ու շանգյալից սկսում է իրենից։ Եթե ինքը ընտանիքը լավ չի պահում, դա մի ընտանիք չէ։ Եթե ընտանիքի ղեկավարը իրան ճիշտ չի պահում, բնական է այդ ժողովուրդը կդառնա շուն ու շանգյալ։ Եթե ինքը ժողովրդին պետք է վերագնեմ շուն ու շանգյալ, բա կողքին ինչ պիտի ասի, Ալիևը ինչ պիտի ասի, թե Ալիևն ասել կասես։ Դե հենց այդ քաղաքացիները թող մտածեն այդ անունը, եթե իրենց վերագրում են, ուրեմն թող գնան ընտրեն։ Քաղաքացին ինքը պետք է մտածի, արդյոք ճիշտ է, երբ որ իրեն համեմատում են շուն ու շանգյալի հետ։ Ընտրողը թող մտածի։ Ընտրողը թող մտածի, կարելի է նման մարդուն ընտրել, բայց նման մարդուն ընտրել կարելի է, ոչ, իմ կողմից ոչ։ Նորմալ է, շունն էլ ինքը, շանգյալն էլ իր հարազատությունն է, ժողովրդին հանգիստ թողեն, տանջում են ճիշտ է, խեղճները հանգիստ թողեն, אבל այդքանից հետո անպատվում է ժողովրդին։ Ժողովրդի մեղավորությունն է, որ չեն կանգնեն ժամանակին, ոնց որ պետք է նրան պատասխանել։ Շուն շանգյալը ինքն է իր կամպանիայով այդքան բան։ Դեբիլ է ինքը։ Այդ համա Փաշինյան դեբիլ է։ Որտեղ թուրք է։ Սա ուզում է ծախի, սա թուրքերի։ Դե նա ինքները դեր արդեն պատասխանում է։ Այդ ղեկավարը եթե իր ընտրողներին տենց անվանում, ինչ խոսենք կամ ինչ մեկ անվանում։ Ոչ, որովհետև ինքը ներկա պահին կարճում է Սամվել Կարապետյանի հեռախոսազանգերի լսմանը, իսկ այդ նույն ԱԱԾ-ն պետքա արդեն այդ արտահայտությունից հետո իրան կարճի, որովհետև հասարակությանը անվանում է շուն շանգյալ։